Մանկյան 24 News, պարոն Կարապետյան, դուք ձեր տնտեսական քաղաքականությունն եք ներկայացնում, թե ինչպես են բարելավելու գյուղացիները, ինչ աշխատանք կարող են ունենալ, բայց մեկ քաղաքական հարց այդուհանդերձ չեմ կարող չտալ, որովհետև խոսում են ընդհանրապես ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցելու եւ ընտրություններին թույլ չտալ մասնակցելու, քանի որ սա ձեր քաղաքական ծրագիրն է, դուք պետք է ընտրվեք, դառնաք կառավարություն, որպեսզի կարողանաք իրականացնել այս ծրագրերը։ Դուք այս պայմաններում ինչպես եք պատկերացնում եւ ընդհանրապես այդ խոսակցությունների վերաբերյալ իշխանամերձ շրջանակներն են մասնավորապես նշում, որ ընդհանրապես պետք չէ թույլ տալ գրանցել եւ իրենք մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն։ Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղալ հայտարարեն եւ իրենք հավաքվեն փոքրիկ խմբակով որոշեն թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն կամ մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն, այսինքն դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, դա մեր սահմանադրությունով է։ Եթե ժողովրդավարությունը իրենց համար ինչ որ բան նշանակում է, եթե ինչ որ գոնե բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ եւ Հայաստանը կթողի նույն շրջափուլի մեջ, այսինքն մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից ելնեն։ Դուք նկատեցիք, երևի նկատում եք, որ մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, մենք չենք առաջարկում ծրագրեր մարդկանց դեմքերի փոփոխության։ Եթե իրենք փոփոխությունը այս ինչ որ մենք ասել ենք արած լինեին, մեր կարիքը չէր լինի, մեր հասարակությունը պահանջը չէր զգա մեր։ Հիմա մեր հասարակությունը զգում է փոփոխության պահանջ, նոր առաջնորդության պահանջ։ Մենք կառաջարկենք հասարակությունը մեր ժողովուրդը թող որոշի։ Իրենք թող մեր ժողովրդի տեղը չորոշեն, 100 հազարավոր մարդկանց կարծիքի տեղը չորոշեն։